Մինչդեռ Սաքուն Ալեն Սիմոնյանի հանգստի սենյակից նկար է հրապարակում Ալեն Սիմոնյանն էլ պատերի գույնը եւ դիզայնը Մայրամիկի սրտով չէր ու որոշեցին վերանորոգում իրականացնել ամառանոցային այդ տնտեսության ծախսը $2 միլիոն Պատավատապետություն, որքան է կազմում այս շքախմբի սպասարկման ծախսը։ Միայն իր ծառայողական մեքենաների համար, միայն Փաշինյանի առանց ուղեկցող մեքենաների ծախսվել է մոտ $2 միլիոն։ Միայն այդ կառավարական ամառանոցի պահպանման ծախսերը ինչ որ դեռ 24 թվականի բյուջեով։ Հիմա 26 թվականին դա միշտ ավելանում է ծախսը։ Այո։ Օրական $1,700,000։ Պարզվում է գրեթե բոլորը նորակառույց շենքերում տներ են առել։ Գրեթե բոլորը։ Ու դա հիմնականում առել են կամ պատերազմից հետո, կամ 23 թվին Արցախը Ադրբեջանին այսինքն մարդկանց 100,000-ավոր մարդկանց իրանք դարձրել են տնավեր, իրենք սկսել են տներ առնել հենց այդ ժամանակաշրջանում։ Սամվել Կարապետյան օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի ամբողջ պատմության ամենամեծ նվիրատուն է։ Հիմա մենք ունենք ամենամեծ նվիրատուին եւ ամենամեծ թալանչին։ Նիկոլ Փաշինյան ամենամեծ թալանչին է, որովհետեւ միայն 44 օրյա պատերազմի ժամանակ հավաքած $150 միլիոն $100 միլիոն մի թվով փոխանցել են պետական բյուջե, դրա հետքը կորել է։